Հրապարակը գրում է, թեև սկսվել է հունիսի 7-ի ընտրությունների առաջադրումների փուլը, սակայն իշխող քաղպայմանագրում դեռ քննարկում են իրենց նախընտրական ցուցակը եւ հնարավոր է որոշակի փոփոխությունների ենթարկեն արդեն հրապարակված տարբերակը։ Անձեռնմխելի է համարվում առաջին 50 համարը։ Իդեպ օրենքի պահանջն է, որ առաջին 30-ը պետք է հաստատվի համագումարում, սակայն վարչությունը որոշել է, որ կարող են 50 համարից հետո գտնվողների միջև տեղափոխություններ կատարել։ Երկրորդ 50-յակում փոփոխությունը կարող է անել ԿՊ վարչությունը, իսկ 100-ից հետո որոշել են, որ Փաշինյանը միանձնյա է որոշելու, ով որտեղ լինի։ ԿՊ ներքին ընտրությունների արդյունքներով շատ հայտնի ԿՊԱ-ականներ, падգամավորներ հետին հորիզոնականներում են հայտնվել, թեպետ իրենց պոտենցիալով, գիտելիքներով անհամեմատ տարբերվում են այսպես կոչված առաջատարներից։ Մինչև ապրիլի 17-ը վերջնական տեսքի կբերվի իշխող ուժի ցուցակը։ Հրապարակը գրում է, մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել եւ վերանորոգել առնվազն 300 հանրակրթական ուսումնական հաստատություն, դրանք ապահովել անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը նման խոստում էր տալիս, որն ամրագրված է կառավարության 2021-ից 26 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում։ Իշխանականները հատկապես հունիսյան ընտրություններին ընդառաջ դրոշակ դարձրած ծածանում են վերանորոգված, հիմնանորոգված դպրոցների մանկապարտեզների լուսանկարները։ Մինչդեռ պարզվում է, որ այս հարցում եւս Փաշինյանն ու իր խմբակը մեղմ ասած ստում են, քանի որ դեռևս կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի որոշում կա Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի վերաբերյալ, որի շրջանակներում դեռևս 2015 թվականից տասնյակ դպրոցներ են վերանորոգվել ու հիմնանորոգվել։ Տասնյակներն էլ կիսատ են մնացել եւ ներկայիս իշխանություններն ընդհանրապես շարունակել են կիսատ մնացած աշխատանքներն ու այդ ամենը վերագրել իրենց եւ հիմա ներկայացնում են 300 դպրոցի խոստման տակ։ Իրավունքի ԿՊԱ-ական աղբյուրների փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է մարզպետներին ընկնել տնետուն, գտնել ամենադժգոհ քաղաքացիներին ու ամեն ինչ անել, որ նրանք հեղափոխվեն։ Պիտի նենց անենք, որ մեզ ընդդիմադիր քաղաքացիները պլավնի մեր կողմն անցնեն, ասել է Փաշինյանը։ Ժողովուրդը գրում է. համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում արդյունքահեն վարկային համաձայնագրով Հայաստանին տրամադրվում է 102 միլիոն եվրո արժողությամբ վարկ։ Պետական մարմնի պատասխանից պարզ է դառնում, որ իշխանությունը առողջապահական այս լայնածավալ նախաձեռնությունը փորձում է առաջ տանել ոչ թե սեփական բյուջետային ռեսուրսների հաշվին, այլ պարտքով։ Իսկ սա արդեն ինքնին լուրջ քաղաքական եւ սոցիալական հարց է առաջացնում։ Եթե իշխանությունը մարդկանց խոստանում է ապահովագրական համակարգ բուժսպասարկման ֆինանսական բեռի նվազում, ըստ էության նաև ավելի հասանելի կամ անվճար բուժում, ապա ինչու է այդ համակարգի ներդրման համար գնացել նոր վարկ վերցնելու ճանապարհով։ Առավել եւս, երբ երկիրը մտնում է քաղաքական առումով զգայուն շրջան եւ մոտենում է նախընտրական փուլին, հարցն ավելի քան բնական է դառնում։ Արդյոք քաղաքացիներին ներկայացվող սոցիալական այս խոշոր խոստումը կառուցվում է երկարաժամկետ ֆինանսական կանոնության վրա, թե վարկային միջոցներով ձևավորվող մի մեխանիզմի, որը կարող է ծառայել նաև նախընտրական սպասումներ գեներացնելու նպատակին։ Սա հարց է, որի պատասխանը պետությունը պարտավոր է տալ ոչ թե քարոզչական, այլ ֆինանսական մանրամասն հաշվարկներով։ Ժողովուրդը գրում է. Երևանի քաղաքային իշխանության ներսում նյարդային մթնոլորտ է։ ԿՊ-ում հարցումներով փորձում են հասկանալ, թե ինչպես անել, որ մայրաքաղաքում իշխանության ձայները ավելանան։ Հենց դրա համար էլ քաղաքային իշխանությունը սկսել է ավելի կոշտ աշխատել վարչական շրջանների ղեկավարների հետ, պահանջելով արդյունք, ձայն, ակտիվություն։ Այնտեղ, որտեղ ԿՊ-ն վարչական շրջանի ղեկավար չունի, օրինակ Հանրապետություն կուսակցությունն է կառավարում, իրենց ավելի ուժեղներին են գործի դրել։ Սակայն իշխանության ներսում հենց այստեղ էլ սկսվում է լուրջ հակասությունը։ Պետարանը ճնշում է թաղապետերին, իսկ թաղապետերը հերթով արդարանում են, ասելով, թե այդ վարչական շրջաններում ընտրողի դժգոհության գլխավոր պատճառը ոչ թե իրենց աշխատանքն է, այլ քաղաքի վիճակը։ Արդյունքում ստեղծվել է մի վիճակ, երբ ԿՊ-ն փորձում է փրկել Երևանում իր դիրքերը ոչ թե կառավարման արդյունքներով, այլ վարչական ճնշմամբ։ Կարճ ասած, այսօր Տիգրան Ավինյանը ոչ թե լուծում է տալիս խնդրին, այլ սեփական ձախողման համար մեղավորներ է փնտրում։ Իրավունքը գրում է. Արցախի թեմի առաջնորդ Վրդան Սրբազանը ճանտրակուլի վիճակում է հայտնվել։ Նրան մոտ կանգնած աղբյուրները փաստում են, որ նա այս օրերին Վեհափար Հայրապետի մոտ իր համար բարեխոսող Սրբազան է փնտրում։ Սակայն նրան ոչ միայն մերժում են, այլև հիշեցնում, որ ամիսներ առաջ, երբ նույն Սրբազաններն էին զանգում իրեն ուշքի գալու համար, նա հեռախոսն անջատում էր իրենց վրա։